Տատանը երկրորդ անգամ է անվավեր ճանաչում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու որոշումը, այս անգամ ևս մերժելով կարմիր գծերը շեշտակի թանկացնելու Երևանի իշխանության հիմնավորումները։ Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, դատարանն այս անգամ ոչ թե 1 տարի, այլ մի քանի ամիս քննեց գործը։ Առաջին գործը քաղաքապետարանը բողոքարկեց, վճռաբեկում է։ Ուրեմն քանի դեռ առաջին որոշումը վերաքրիջ վճռաբեկացիաներով չի անցել եւ չի ստացել օրենքի ուժ, այսպես ասենք, եւ ուժի մեջ չի մտել, քանի տարի իրենք բերեն, մենք այդքան տարի դատական կարգով բողոքարկելու ենք։ Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում Երևանի քաղաքապետարանի որոշման դրույթները, բայց քաղաքացու կյանքում բան չի փոխվելու եւ շարունակելու են կարմիր գծերի համար վճարել 300-ից մինչեւ 160,000 դրամ։ Երևանի ավականին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների գինը, իսկ քաղաքապետարանն անընդհատ բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար։ Այս անգամ էլ Երևանի քաղաքապետարանը նույն ճանապարհով է գնալու։ Տիգրան Ավինյանի խոսնակը գրառմամբ է հայտարարել։ 2025 թվականի մայիսի 23-ին վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի այսպես կոչված կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավականու որոշման մի շարք դրույթներ։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։ Քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Գործը դատարան ներկայացրած ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի գնահատականն է։ Մայր Հայաստանից Մանուկ Սուքիասյանը նկատեց, դատականատյաններում իշխանություններին հաղթում են, սակայն քաղաքապետարանը օգտվելով օրենսդրական սողանքներից հարցի լուծումը մղում է անհայտ ժամկետով կարգավորման։ Բողոքարկել են վերաքննիչ թերությունների պատճառով վերադարձրել է, փոխանակ թերությունները շտկեն եւ նորից գնան վերաքննիչ։ Վերաքննիչի թերի հայցը իրենք բողոքարկել են վճռաբեկը կպատասխանի հետո նոր կանդրադառնան վերաքննիչին, այսպես ասենք, ստացվում է դատաիրավական բռնոց են խաղում իշխանությունների հետ։ Քաղաքապետարանը ինչպես նախորդ այս անգամ էլ անհիմն է համարում դատարանի վճիռը, մինչդեռ Սուքիասյանը հակադարձում է։ Բացատրական նկարագրական մասում ասվում է հետևյալը. կարմիր կետագծերը համարվում են ծառայություն։ Իսկ եթե դու քո ծառայությունը թանկացնում ես 13 անգամ, դու պետք է ցույց տաս քո մատուցած ծառայության ծախսային մասի եւս 13 անգամ թանկացում։ Այսինքն, եթե դու նույն ծառայությունը մատուցելու համար նախկինի համեմատ չես անում 13 անգամ ավելի շատ ծախս, քո թանկացումը ոչ իրավաչափ է։ Սրանից ավելի հոդաբաշխ եւ հասկանալի վճիռ չէր կարող լինել։ Ազատությունն անցած տարի արդեն պարզել էր, որ կարմիր գծերի թանկացումից հետո գանձումները 530 միլիոն դրամից հասել են 1.3 միլիարդի, եւ սա միայն տարեկան փաթեթներից։ Ժամավճարով վճարողները եռապատիկ ավելին են շարունակում վճարել եւ ով կենտրոնում օրինակ գործ ունի, այսպես թե այնպես պիտի գա։ Դա փայլում մշակված ֆինանսական աֆյորա է, որպեսզի մտնեն մարդկանց գրպանը, հավելյալ փող շորթեն եւ տնօրինեն ըստ իրենց հայեցողության։ Թե վարչական դատարանն արդեն 2 անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի սակագնի որոշման դրույթները, վարողները դեռ չեն կարող դիմել դատարան եւ պահանջել վերադարձնել իրենց ավելի վճարած գումարները։ Նախ վճիռը նման պահանջ չի ենթադրում եւ միայն այն ժամանակ, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ, հնարավոր կլինի դրա հիման վրա ներկայացնել անհատական կամ խմբային հայցեր։ Մանուկ Սուքիասյանը հույս չունի, որ այս տարի վճիռն օրինական ուժի մեջ կմտնի, հիշեցրեց, որ քաղաքային իշխանությունն այս տարվա դեկտեմբերին կհաստատի 2026 թվականի դրույքաչափերը։ Ըստ նրա քաղաքապետարանը դատական հայցերով խնդիրը նույնիսկ կտանի մինչև հաջորդ ընտրություններ։